Ասեմ թե մարդիկ ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի մասին։ Մարդիկ ասում են հայրը թուրք է։ Լսի դու ստեղից խոսացողին չես կարող ընդհատես, տեղը տստի։ Հանգիստ պահել եղել։ Նաև ուզում եմ անդրադառնալ այն մեղադրանքներին եւ վիրավորանքներին, որոնք հնչեց Նիկոլ Փաշինյանի կողմից, երբ որ իմ ընդդիմադիր գործընկերներին նայելով ասում համբալներ։ Հիմա հաջորդ օրը ինքը գնաց Մոսկվա, եթե չեմ սխալվում, ինձ հետաքրքիր է դուք ինքը նայել եք այդ տեսանյութերը։ Հիմա ով է համբալ էլի։ Կամ Ալեն Սիմոնյանը, որ իմ կին գործընկերոջը ասում է դուրս կշպրտեմ դահլիճից։ Ալեն Սիմոնյանը թող իմանա, երբ որ ու ուշադիր լինի, երբ որ իրան դուրս շպրտեմ այնտեղից, բարձր անստած շատ ցավոտ արնել։ Արտահերթ երիտով հանդես կգամ ես։ Պարոն Լևոն Քոչարյան, չափերդ ճանաչեք։ Այդ տղան էլ ես դու, չափերդ էլ դու ճանաչի, ալա, այդ տղա։ Ուրեմն դու լսի ես քեզ ինչ եմ ասում։ Արա Լևոն, լսի ես քեզ նստի տեղդ ու լսի ինչ եմ ասում։ Ուրեմն լսի։ Ժողովուրդը ինչ է ասում ժողովուրդը երկրորդ նախագահ հանգստացի մի հատ։ Ներտող դուրս արի ստեղից էլ։ Էսի ձևը, էսի լկտիությունը։ Հանգստացեք մի հատ։ Լրություն հարգելի գործընկերներ, լրություն դա ալիչում։ Ուրեմն ասում եք թե մարդիկ ինչ են ասում, ասեմ թե մարդիկ ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի մասին, մարդիկ ասում են հայրը թուրք է, բայց մենք երբեք տեսբան ստեղից չենք ասում։ Չենք ասում տեսբան ստեղից, բայց ասում են որ հայրը թուրք է, անունն էլ են ասում։ Ասում են անհայրենիք դավաճան են դրանք, Արցախը լքել են։ Պատերազմական վիճակում Արցախը թողել են ընտանիքով, թողե գնացել են։ Մի կոպեկ ոչ Ղարաբաղի, ոչ Ղարաբաղցու համար ոչինչ չեն արել։ Ասում են դրանք անհայրենիք դավաճաններ են, բայց մենք տեսբան չենք ասում ստեղից։ Չենք ասում տեսբան ստեղից։ Պահպանում ենք կոռեկտության սահմանները։ Հա, տեղը նստի ու մի խոսի, ես քո խոսալու ժամանակ ստեղից բան է ասում։ Հիմի կհանեմ կշպրտեմ դուրս դահլիճից։ Կհանեմ հիմա քեզ կշպրտեմ դուրս դահլիճից, որովհետև դու խանգարում ես իմ ելույթը Լևոն։ Հանգիստ նստի տեղդ, մատդ էլ իջացրու։ Հանգիստ։ Քո խոսքը ինձ հաճելի չէր, բայց ես նստի տեղդ։ Լսի դու ստեղից խոսացողին չես կարող ընդհատես, տեղդ նստի։ Հանգիստ պահել եղել։ Հանգիստ։ Պարոն Բակոյան, ձեր տեղը գրավեք, խնդրեմ, շնորհակալություն։ Հանգիստ, պարոն Եղոյան, ձեր տեղը խնդրում եմ գրավեք, շնորհակալություն։ Բայց մենք չենք ասում, ես շարունակեմ ելույթս, չենք ասում ժողովուրդը ինչ է ասում։
Փալանչիներ ասում, անհայրենիք դավաճաններ ասում։ Ասում է այդ հոկտեմբերի 27-ից հետո, որ բանը լրագրողների հետ պետք է խոսային, որ պետք է բանը հելներ պարզաբանում տար երկրի ղեկավարը հոկտեմբերի 27-ը տեղի ունեցել երկրում, ասում է թռաշված չի։ Բանը ինչ որ դեմքի հիստերիկ շարժումներով ու բանով ներվային հիստերիկ պահվածքով։ Այդ եք տեսել Մարտի 1-ին ասում է, մարդիկ դուրս էին գալիս, կրակում էին, հետո թաքնվում էին մյուս մարդկանց հետևը։ Եվ դրանով ուզում եմ ապացուցի, չերյո մուխայով, բան եղա, խնդրում եմ էլի, մի ընդհատեք էլի, Տիկին Հակոբյան, խնդրում եմ էլի, ժողովուրդ ջան, հանգիստ էլի, պարոն Օհանյան, հանգիստ ժողովուրդ, լավ հասկացանք, հարգելիս հանգիստ, թողեք խոսեմ էլի, ժողովուրդ ջան, հանգիստ, ուրեմն ասում է կրակում էին, թաքնվում էին մարդկանց հետևը, դրանով ապացուցում է չերյո մուխայով, ուղիղ մարդու վրա կրակելը, ու դիմահար կրակով սպանելը, հասկանում եք, քաղաքի կենտրոնում մարդիկ են մացել, դուք չեք մացել, խնդրում եմ էլի մի բան արեք էլի, մի ընդհատեք էլի, հա գիտեմ, ախր գիտեմ, ժողովուրդ ջան, վերցրել է այդ պայթուցիկը ձեռն է պահել, այդ մարդը վիրավորվել է, շատ եմ ցավում դրա համար, բայց դիմահար կրակով մարդ սպանելը ուրիշ բան է, այն էլ քանի հոգու է, մի հոգու չէ, որ ասես միամիտ ա եղել, ուրեմն եւ դա փորձել է արդարացնել, ասում է ուչաստկովի գործը հիստերիկ պահվածքով դեմքը ծռելով էլ խոսում է, մարդկանց վրա դա ախր ազդում է, բայց մենք դες բաներ չենք ասում ստեղից, մենք արձագանքում ենք, գնահատական ենք տալիս, հասկանում եք, չի կարելի գալ, այտենց ինչ-որ մենել մարդկանց վրա գցելով, էլի, ասենք են ինքը իր անունից չի ասում, էլի, մարդիկ են դենց ասում, մենք կամ բան ասենք մարդիկ, որ ձեր մասին ասում են, բայց չենք ուզում բան անենք, էլի, ասենք չենք ուզում ինստիտուցիոնալացնենք այդ բանը, պետք չի էլի այտենց գնալ, ասում է չկա ոչ մի լումա ապօրինի գույք, պատկերացնում եք, ուրեմն բանը, կգնաք այդ ցուցմունքը, որ տալիս եք այդ արդարացումները, կգնաք դատարանում կասեք, ոչ մի լումա ունեք, չունեք, մարդիկ ամեն ինչ գիտեն, բայց այտենց պաշտոնավարել եք բանը, միլիարդներ եք կուտակել, այդ ո՞նց եղավ, ո՞նց եղավ այդ, Ղարաբաղը հանձնելուց են խոսում, Ղարաբաղը հանձնվել է ամեն մարդու ընդեղից գնալով, դուք խրախուսել եք ընդեղից լիքը մարդ է գնացել, այդ թվում եկել է Հայաստանում պաշտոններ զբաղացրել, մարդկանց փողոցներում ջարդել է, որպեսզի ժողովրդավարություն չլինի, երկիրը ո՞նց են դավաճանում են ընտրակեղծարարությամբ, այդպես են դավաճանում երկիր, դավաճանությունից եք խոսում, դավաճանում են ընտրակեղծարարությամբ, մարտի 1-ին մարդկանց գնդակահարելով, այդ գնդակահարումը արդարացնելով, իսկ ցավակցական խոսք չեք ասել այդ ընտանիքներին, ասեք ինչի մասին եք դուք խոսում, ժողովրդավարությունից եք խոսում, անշարժ բանից եք խոսում, կոռուպցիայից եք խոսում, լուրջ դուք դրա իրավունքը բարոյական ունեք ընդհանրապես Ղարաբաղից եք խոսում, բարոյական իրավունք ունեք, Ղարաբաղցի լինելով լքել եք, թողը գնացել եք Ղարաբաղից, ձեր բանը, հրաշալի կյանքն եք, պարոն Օհանյան, ձեզ էլ կանրադառնամ, էլի եւ պետք է լինի, մի հիշացրեք ձեր մասին, էլի հանգիստ ելույթ եմ ունենում, ձեր քաղաքական ղեկավարի մասին եմ խոսում, ձեր պաշտպանյալի, պարոն Մինասյանի պաշտպանյալի, գալիս ոստեղ advokatի դերատանում Ռոբերտ Քոչարյանի համար, ախր լավ գոնե եթե մի քիչ դեմք փրկելու հարց ունեք այդ մարդը մի պաշտպանեք ստեղ, նախ դատարան չի, երկրորդն էլ ասենք ձեր պաշտպանության կարիքն էլ երևի չունի, էլի